Բարի երեկո ժողովուրդ ջան։ Մի քանի վայրկյան սպասենք։ Հետաքրիր մի փաստերով այսպես հաղորդում կա վաշկի, սիրելի ժողովուրդ։ Կփորձեմ հիմա հնարավորինս համառոտ եւ համառոտ դժվար է թե ստացվի բավական այսպես ծավալուն հաղորդում էր, կփորձեմ ձեզ պատմել այս դեպքի մասին, բայց կարևորը այստեղ ինչն էր։ Հետաքրիր է, որ պատերազմից արդեն 80 տարի անց արդեն, հա, երկրորդ համաշխարհայինի կամ հայրենականի, ինչպես սովետական միությունում ասում էին, մինչև այսօր մարդիկ նույնիսկ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, չգիտեմ, Ղազախստանում կարևոր չի պոստսովետական այսպես երկրներում շարունակում են բարձրաձայն ճչալ մեզ Ստալին է պետք։ Ես բազմիցս խոսել եմ սրա մասին, սիրելի հայր, որ այո, պետության ղեկավարները լուրջ նշանակություն, լուրջ դեր ունեն, բայց Ստալինի դերը այսպես մի կողմ թողնենք, որովհետև 1941 թվականին միանձնյա որոշումներ կայացնող Ստալինը կարող էր խուսափել միլիոնավոր զոհերից, եթե անձնական, այսպես ասած, դեսպոտիզմը զիջեր մարդկանց, որոնք ավելի լավ էին տիրապետում այսպես ռազմական գործին, թեև նրանցից շատերին արդեն գնդակարել էր։ Պատերազմը, սիրելի ժողովուրդ, հաղթեցին ֆաշիզմի դեմ այսպես պատերազմը, հաղթեցին զինակիցներով, այսպես չգիտեմ, դաշնակիցներով եւ սովետական միության բոլոր պետությունների, այսպես 15 պետությունների, այսպես համատեղ ջանքերով բոլոր ժողովուրդներ իրենց ներդրումն ունեին, բայց խոսքը սրա մասին չէ։ Ես ուզում եմ ձեզ ծանոթացնել մարդու մասին, որի մասին մարդու հետ, որի մասին մինչ օրս ասում են բոլոր ժամանակների ամենազորավոր կերպարը խորհրդային պատմության մեջ կամ չգիտեմ Ռուսաստանի պատմության մեջ, թեև այդ մարդը ազգությամբ ռուս էլ չէր, նույնիսկ վրացի էլ չէր։ Ավշերոնյան թերակղզում, սիրելի ժողովուրդ, Բաքվից մոտ 21 կիլոմետր հեռավորության վրա մի գյուղ կա, կոչվում է Նովխանի։ Ուրեմն սրանից մի 15 տարի առաջ այդ գյուղում ապրում էր 104 տարեկան մի տատիկ, անունը Ստարա։ 2000 թվականներին այդ տատիկը միակ ողջ վկան էր այն ժամանակների, երբ կովկասցի տաքարյուն երիտասարդը մտածեց, նախապատրաստեց եւ իրագործեց իր դարի կողոպուտը։ Ուրեմն տատիկի հուշերով, այսինքն ինչ որ պատմում է այս տատիկը, դե հիմա բնական է չկա, սա մի 15-16 տարվա պատմություն է։ Պատմում են, որ ժամանակին իրենց գյուղում ապրել է այդ երիտասարդը եւ ապրել է իրենց տանը Նովխանի, այդպիսի գյուղ կա, դուք կարող եք փնտրել եւ գտնել, Բաքվից 21 կիլոմետր է կարծեմ հեռու։ Իրենց տանը ապրել է այդ երիտասարդը։ Պատմում է, որ առավոտները միասին թեյում էինք, զբոսնում էինք եւ հետո նստում էինք եւ ինչ որ անծանոթ մարդկանց հետ, որոնք հյուր էին գալիս այդ երիտասարդին, քննարկում էին ինչ որ մութ գործեր, մանրուքներ էին քննարկում, ասում են, դե մենք տեղյակ չենք, մենք չէինք խառնվում այդ ամեն ինչին։ Անունը չգիտեինք, նրան պարզապես դիմում էին Կոբա։ Խոսքը 1905, 1906, 1907 թվականների մասին է, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն 1907 թվականի հունիսի 14-ին առավոտյան ժամը 11-ին Թիվլիսի Երևանյան հրապարակ է մտնում ցարական ֆայտոնը կազակների էսկորտի ուղեկցությամբ։ Այդ կազակական խմբերը այն ժամանակ հատուկ վարձում էին կազակների, որպեսզի հայտնի մարդկանց ուղեկցեին, նրանց անվտանգությունն էին ապահովում, հա։ Թիվլիսի փողոցներում մարդիկ մտածում են, որ ինչ-որ կարևոր մեկն է այսպես ֆայտոնում, որովհետև կազակները այսպես ուղեկցում են, հա, ինչ-որ կարևոր մարդու, բայց ֆայտոնի մեջ կարևոր որևէ մեկը չկար, կար կարևոր ուրիշ մի բան։ Երկու պարկ նոր
տպած 500 ռուբլի թղթադրամներով երկու պարկեր, 500 ռուբլյանոց թղթադրամներով երկու մեծ պարկեր, Ցարական Ռուսաստանի բանկը նոր տպել էր այդ փողերը, ուրեմն, երբ որ ֆայտոնը մտնում է Երևանյան հրապարակ, Թբիլիսիում այդպիսի հրապարակ կա, Երևանյան հրապարակի հակառակ անկյունից ֆայտոնի դեմը կտրում է Ցարական բանակի կապիտանի հագուստով զինվորականի ֆայտոնը։ Ցարական բանակի կապիտանի հագուստը իհարկե կասկածներ չի հարուցում ոչ մեկի մոտ, որովհետև Ցարական բանակի այսպես սպա է, բայց Ցարական բանակի սպայի հագուստի տակ սիրելի ժողովուրդ թաքնվում էր այն ժամանակ Կովկասի ամենավորոնվող, ամենափնտրվող հանցագործը, բանտից փախած փախստական բանտարկյալ Սիմոն Տեր-Պետրոսյան, նույն ինքը Կամո։ Ուրեմն ինչ է կատարվում, սիրելի ժողովուրդ։ Երբ ֆայտոնը մտնում է հրապարակ, միանգամից բոմբերը, այդպես ռումբերը տեղում են ֆայտոնի ուղղությամբ։ Ասում են, որ կասիրը կարծեմ տեղում է մահանում, հա, հետո կազակները սկսում են արդեն դիմադրություն ցույց տալ, կրակում են տարբեր ուղղություններով, միանգամից 4-5 ուղղություններից ինչ-որ ռումբեր են նետում, ինքնաշեն ռումբեր։ Կազակներից 5-ը մահանում են, այն մնացածը չեն կարողանում դիմադրություն ցույց տալ, կասիրը մահանում է, այդպես այդ ֆայտոնը վարողները մահանում են, 6-7 դիահեր են այդպես փռում Թիֆլիսի կենտրոնում Երևանյան հրապարակում։ Մինչև հասկանում են ինչ է կատարվում, այդ 2-3 կազակներ արդեն ծանր վիրավոր, կապիտանի հագուստով այդ սպան հափշտակում է գումարը, 2 պարկ և անհետանում է ծխի մեջ, Թբիլիսի ծխի մեջ։ Ուրեմն, սիրելի ժողովուրդ, որպեսզի հանկարծ, որովհետև անպայման պատահում է այդպիսի բաները, անպայման տակը գրում են, էս ինչ լավ հեքիաթ էր, նախկին հաղորդումներից մեկի ժամանակ չեմ հիշում, ճիշտն ասած, ոնց էր կարծեմ 5 հայերի մասին, որոնց գերմանացիները թողել էին սովետական բանակի թիկունքում, հետո սկսել էին հետախուզություն անել, բայց ի օգուտ Սովետական Միության։ Որպեսզի նման բաներ չլինի, սիրելի ժողովուրդ, որպեսզի տակը հանկարծ չգրեն հեքիաթներ, ես ձեզ ցույց կտամ փաստաթղթերը։ Սա ուղիղ հաղորդում է, սիրելի ժողովուրդ, այսպես ասած, լայվը մեր կենցաղային լեզվով ասած, մոնտաժ չեմ կարող անել, չեմ կարող այդ թղթապանակներ այսպես հատիկ այսպես դնել էկրանին, որովհետև մոնտաժ արված չի, սա ուղիղ է։ Դրա համար կփորձեմ ձեզ ցույց տալ, սիրելի ժողովուրդ, Ցարական Ռուսաստանի արխիվներում պահպանված այդ փաստաթղթերը, որոնք ես պարզապես տպել հանել եմ։ Ուրեմն, Симон Тер-Петросян, кличка Камо, разыскивается за вооруженное нападение и контрабанду оружия, особо опасен. Приметы в правой кисти осколки самодельной бомбы, поврежден левый глаз. Սա, սիրելի ժողովուրդ, այդ փաստաթուղթն է, որը ես պարզապես տպել հանել եմ Ցարական Ռուսաստանի Թիֆլիսի ոստիկանության բաժնում պահպանված այդ փաստաթղթերը, սա Կամոյի դոսիեն է, Սիմոն Տեր-Պետրոսյան, պարտիզնայա կլիչկա Կամո, особо опасен, разыскивается վերջը։ Ուրեմն Գանձապահը, ինչպես ասացի արդեն, սիրելի ժողովուրդ, տեղում մահանում է, կազակներից 4-5-ը մահանում են, հանցագործները, այսպես ասած, 6-7 դիեր թողնում են փողոցում և կորում են ծխի մեջ։ Պետական բանկի, այսպես փողերի հափշտակության հարցով մեծ հետաքննություն է սկսում Թիֆլիսում։ Նույն գիշեր մեծ ռեյդեր, լայնամասշտաբ ռեյդեր, ձերբակալություններ, ոստիկանությունը պարզապես ոչ մի կերպ չի կարողանում գտնել այդ հետքը, որտեղից ինչպես կատարվեց։ Ուրեմն ասեմ, 250,000 ռուբլի, երկու պարկը, 250,000 ռուբլին, սիրելի ժողովուրդ, մարդիկ հաշվել էին դեռևս 2012 թվականին, սրանից 12 տարի առաջ, հիմա չեմ կարող ասել։ 2012 թվականի տվյալներով, համադրությամբ 2012 թվականի 250,000 ռուսական ցարական ռուբլին մոտ 5 միլիոն դոլարի էր համարժեք, այսինքն 5 միլիոն դոլար է հափշտակում Կամոն, միայնակ։ Միայնակ ինչպես, ռումբերը նետում են այս կողմից, այն կողմից, բայց Կամոն միայնակ մտնում է ծխի մեջ, այդ երկու պարկը վերցնում է, գնում է իմիջիայլոց։
Երբ որ ինչի համար էր ոստիկանական այդ ցարական բանակի սպայի հագուստ հագել, երբ որ դուրս է գալիս Երևանյան հրապարակից, ոստիկանությունը արդեն արագ արձագանքում է, երկու անձնակազմ միանգամից ֆայտոներով մտնում են հրապարակ, տեսնում են բանակի կապիտանը, այսպես ասում են, ես ինչ է կատարում, ասում են հանգիստ եղեք, ես արդեն բռնագրավեցի, գումարը վերցրել եմ, ամեն ինչ նորմալ է, հանցագործները պարզապես կորան։ Կամոն կարողանում այսպես հիմարացնել ոստիկանությունը եւ այդ երկու պարկով սրա մասին իմիջիալոց պատմում է Շահումյանի թորնուհին, Գալինա Շահումյանը։ Ստեփան Շահումյանի մասին է խոսքը։ Ուրեմն հաջորդ երկու օրերին հունիսի 17-ին ավելի կոնկրետ Թբիլիսի ոստիկանություն է ներկայանում երիտասարդ մի աղջիկ։ Այս աղջիկը ներկայանում է որպես անարխիստ, այն ժամանակ նրանց ասում էին անարխիստներ, հա, օրինակ Կամոյին ասում էին անարխիստ։ Ոստիկանությունը, բոլշևիկներին, ցարական ոստիկանությունը, բոլշևիկներին ասում էր անարխիստներ։ Ներկայանում է մի աղջիկ, խոստովանում է, որ ինքը անարխիստ է, որ ինքն է կազմակերպել այդ հանցագործությունը եւ շատ զղջում է դրա համար։ Ոստիկանները զարմանում են, այ քեզ բան։ Բացարձակ որևէ հետք չկա, ոչ մի կերպ չեն կարողանում հետքի վրա դուրս գալ եւ հանկարծ մի երիտասարդ, հա, երիտասարդ աղջիկ գալիս ինքնակամ ներկանում, ասում է ես եմ արել։ Վարձել եմ մի երկու այսպես կիսասոված այսպես բանվորների կամ չգիտեմ ավազակների մերկու կոպեկ գումար եմ տվել, այդ ռումբերը տվել եմ, շպրտել են, ես եմ կազմակերպել, զղջում եմ սրա համար։ Ոստիկանները զարմանում են, երբ որ սկսում են հարցաքննել այս աղջկան, այս աղջիկը սկսում է լաց լինել։ Հետո սկսում է ծիծաղել, հետո սկսում է հիստերիկանալ, հետո սկսում է թավալել գետնին։ Հասկանում են, որ սա խելագարության նոպա է, սիմուլյացիա невменяемости։ Սա Կամոյի, այսպես թակավորական, այսպես կարելի ասել, կառոննի, հա, եթե կարելի այսպես այս լեզվով ասել, թակավորական այսպես հնարքն էր Կամոյի հնարած։ Հասկանալի է դառնում, որ այս աղջկան հարցաքննելը անիմաստ մի բան է։ 3-4-5 օր կորցնում են այս աղջկան հարցաքննելու վրա, մինչև հարցաքննում են գլխավոր կազմակերպիչը, որը հենց ուղարկել էր այս աղջկան, այս աղջիկն էլ Կամոյի հնարքով այսպես կարողացավ սխալ հետքով տանել ոստիկանությանը, գլխավոր դերը այս աղջիկը, այսպես ասած, առաքելությունը հարված է կազմակերպչից շեղելներ, իսկ կազմակերպչի անունն էր Յոսիֆ Ջուղաշվիլի։ Հիմա տեսեք, սիրելի ժողովուրդ, հա, խնդրեմ, չգիտեմ ձեզանից ովքեր կճանաչեն։ Иосиф Джугашвили, на вид около 30 лет, худощав, волосы черные, лицо рябое, глаза карие, жилтиной. Особые приметы, левая рука сухая. Партийная кличка Կոբա։ Սա ցարական ոստիկանությունում Թիֆլիսի բաժնում մնացած այսպես ձելը, տեսնում եք, չէ, գրված է։ Այսպես, սիրելի ժողովուրդ, Ջուգաշվիլին Թիֆլիսում արդեն հանցագործ այսպես շրջանում շատ լավ հայտնի էր։ Դեռևս Բաթումի բանտում երիտասարդ այս տղային փորձում են կոտրել, բայց որևէ մեկը չի կարողանում կոտրել։ Զարմանալի է ընդհանրապես Ստալինի կյանքը ես երբ որ կարդում եմ, այդ փաստեր, ինչքան էլ որ հակասական լինեն սիրելի ժողովուրդ, փաստեր կան, որոնք համադրում ես։ Փաստեր կան, որոնք կրկնվում են տարբեր աղբյուրներում, երբ որ սրանք համադրում ես, մտածում ես, էսով էր էս մարդը, ինչ կերպար էր, ինչպես կարելի էր կոտրել Բաթումի բերդում նստած գողերին, էս տղան երիտասարդ տղա էր 20 տարեկան էր, այն ժամանակ առաջին անգամ երբ որ նստեց, այնց այդ առաջին անգամ ինչ որ բաների ցույցերի կազմակերպման համար էր այսպես նստել բոլշևիկների կազմակերպած ցույցերի համար եւ հենց այդտեղ Բաթումի բանտում առաջին անգամ վերցնում է այդ կեղծանունը եւ դառնում է Կոբա։ Այսպես սիրելի ժողովուրդ, դրսում արդեն բանտից դուրս Կոբայի հնարավորությունները բացարձակ անսահմանափակ էին սիրելի հայեր, բացարձակ։ Նրան ենթարկվում էին Թիֆլիսի բոլոր ավազակախմբերը, բոլորը վախենում էին եւ այսպես հակադրվող չկար, համ խելացի էր։ Խելացի կարողանում էր մտածել վաղը մյուս օր այսպես ինչպես ասում են ապագան կարողանում էր գուշակել այդ մարդը ինչ որ կերպ կարողանում էր գուշակել, համ շատ զգուշավոր էր, համ շատ խորամանկ էր եւ այս մարդուց վախենում էին բոլորը։
Հետաքրիր է, որ հատուկ Լենինի հրամանով նրանք, ովքեր ուզում էին ներգրավել Կոբայի հանցագործ խմբում, հատուկ ինչ-որ հմտությունների պիտի տիրապետեին, այսպես դա կարելի է սա հմտություն ասել, հա, պետք է կարողանային լավ վարորդ լինել, մեքենա-քշել շատ լավ, շոգենավ, գնացք, այս ամեն ինչին պետք էր տիրապետել, ինքնաթիռ, նույնիսկ այն ժամանակ ես չգիտեմ ինքնաթիռներն ինչ կարգ էին, կար թե չկար, կարևոր չի, բայց պիտի կարողանային տիրապետել այս ամեն ինչին, պիտի լինեին սառնասիրտ եւ պարտադիր պայմաններից մեկը հիանալի գիտենալ անատոմիան, անատոմիայի քննություն էին տալիս, այս ավազակախումբը մարդիկ, ովքեր գալիս են եւ ուզում էին մտնեին Կոբայի ավազակախումբ, անատոմիայի քննություն էին տալիս, սա Լենինի հրամանն էր, ինչի համար, որպեսզի դանակով հարվածելիս չվրիպեին հանկարծ, այսինքն մի անգամ խփեցիր, իմանաս որտեղ ես խփում, որ մարդը մեռնի, այնպես չլինի, որ դանակով խփես, հետո հանկարծ չգիտեմ, վիրավորվի կամ հետո ասենք հարցեր լինի։ Ես հիմա կփորձեմ կարդալ Լենինի հատուկ հրամանից մի հատված, սիրելի ժողովուրդ, համեցեք, դուք իհարկե այսպես էկրանին չեք կարող կարդալ, ես ձեր համար կարդամ, отряды должны вооружаться сами, кто чем может, ружье, револьвер, бомба, нож, кастет, убийство шпионов, взрывы полицейских участков, отнятие денежных средств, каждый должен быть готов к таким операциям. Задачи отрядов революционной армии и статьи Վլադիմիրա Իլիչա Լենինա։ Հատուկ բոլշևիկների համար, այսպես ընդհատակյա խմբի համար մարդը գրել էր, որ այսպիսի հատկություններ պետք է ունենաք, որ կարողանաք մտնել ավազակախումբ, այսպես ասած։ Իրականում ընդհատակում թաքնվող, Եվրոպայում հիմնականում թաքնվող բոլշևիկները հսկայական գումարների կարիք ունեն, սիրելի ժողովուրդ, հսկայական այդ սիմպոզիումներ, չգիտեմ ինչեր, հավաքատեղիներ, այսպես զենք էին գնում, զենք էին բանան ու ամեն ինչը գումարներ արժեր։ Մարդիկ մտածեցին ինչպես անել, որ ամենահեշտ ճանապարհով գնալ այդ գումարները վաստակելուն, եւ Լենինը մտածեց՝ թալան, կողոպուտ, բայց որպեսի կուսակցության վարկանիշը չընկնի, որպեսի կուսակցության վերևներում չիմանան, որ առանձին այսպես բոլշևիկներ ինչ-որ հանցագործություններ են անում, մարդասպանություններ են անում, այս ամեն ինչը պետք է պահել գաղտնի։ 1907 թվականին Հունղարին դեռևս Թիֆլիսի այս հարձակումից առաջ, կողոպուտից առաջ Բերլինում հանդիպում են Լենինը, Կոբան, որպեսզի նրան այսպես ուղղություն տա եւ Լև Կրասինը, Լենինի ամենամտերիմ ընկերներից, այսպես կուսակցական ընկերներից։ Համեցեք։ Красин Леонид, псевдоним Зимин Никитич, возглавляет боевую техническую группу ЦК партии после революции, народный комиссар внешней торговли. Красин Леонид. Այս մարդկանց անունները իհարկե հայտնի են, սիրելի ժողովուրդ, այս մարդիկ պատմության գրքերում անգամ գրվել է սրանց անունները, հա, ժամանակին հեղափոխական լուրջ մարդիկ, մենք կարդում ենք, մենք անցնում ենք այս մարդկանց մասին կենսագրականները, չգիտեմ Սվերդլովներ, չգիտեմ այսպես կարդում ենք, ասում ենք, օ, բոլշևիկներ, օ, Լենինը, պրոլետարիատներ։ Ուրեմն ինչ է անում Լենինը։ Պայմանավորվում են Ստալինի հետ, որ գումարը ամբողջությամբ պիտի փոխանցվի Լենինին կուսակցական գործերի համար եւ սրա մասին, այսինքն ծագման մասին, աղբյուրը թե որտեղից է գումարը որևէ մեկը չպետք է իմանա։ Սրա մասին գիտեն միայն առայժմ Կրասինը, Լենինը եւ Կոբան, որը պիտի գնա Թիֆլիս եւ 1-2 ամիս անց արդեն պիտի կազմակերպի այդ դարի կողոպուտը, որովհետև ցարական Ռուսաստանում նման գումար երբևէ չէր հափշտակվել, հա, $5 միլիոն այսօրվա հաշվարկով։ Ուրեմն էքսպրոպրիացիա, այսպիսի մի տերմին կար, էքսպրոպրիացիա, եթե այսպես մոտավոր թարգմանենք, ունեզրկում։ Ունեզրկում, այսպես Լենինն ասում էր, սա թալան չի, սա կողոպուտ չի, այդ գումարը կապիտալիստներին չի պատկանում, մենք պետք է նրանցից վերցնենք, ունեզրկում։ Եվ այս մարդիկ, այս արարողությունները, այսպես մեղմ ասած արարողությունները, այս հանցագործությունները սկսեցին կոչվել էքսեր։
Սրանց ասում էին էքսեր, այսպիսի էքսեր ողջ սովետական միության տարածքում, այն ժամանակ արդեն ցարական Ռուսաստանի դերևս տարածքում այսպիսի էքսեր էին կազմակերպվում, հա, բոլշևիկները հարձակվում են, վերցնում են այդ գումարը, ասում են սա ունեզերքում է, սա ձերը չէ, մենք պիտի տանենք սա։ Ուրեմն Կողոպուտի ժամանակ ոստիկաններից մեկը Ոման Բալբանսկի, այս մարդու անունն էլ կա սիրելի ժողովուրդ փաստաթղթերի մեջ, Կամոյի դեմքը տեսնում է։ Այդ ոստիկանները, որ դուրս են գալիս նրա առջև, Կամոյի դեմքը տեսնում են։ Հետո արդեն, երբ որ հասկանում են, որ կապիտանը ինչ-որ այսպես իրենց ուղղորդել է այլ ուղղությամբ, այս արդեն ասացի չէ, կապիտան ասում է, գումարը ինձ մոտ է, հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է, ու կապիտանն էլ է կորում։ Բալբանսկին հարցում են, ոնց նա, տղա ջան, ով էր այդ մարդը, ասում է կապիտան էր։ Ասում են, տեսել ես դեմքը, ասում են, հա, ասում է դե նկարագրի։ Բալբանսկուն կանչում են որպես վկա, սիրելի ժողովուրդ։ Համեցեք, պարոնայք, խնդրում եմ, տակը չգրեք հեքիաթները, լավ հեքիաթներ, կբացեք հետո կկարդաք։ Срочно секретно, департамент полиции. Утром полицмейстер Балбанский был принят заступающим наместником. Видя от него, Балбанский поехал на кладбище и на могиле матери застрелился. Մի հատ վկա ունեին այս ոստիկանները, Ոման Բալբանսկի պոլիտմեստր տեսել էր Կամոյի դեմքը, կանչում են որպես վկա, այս մարդը մտնում է, հետո դուրս է գալիս ոստիկանական բաժանմունքից, գնում է մոր գերեզման այցելության, այնտեղ էլ ինքնասպան է լինում։ Զարմանալի, ինչ որ այսպես զուգադիպություն միակ վկան էր, եւ սրանից հետո ոստիկանական հետաքննությունը ամբողջովին մտնում է փակուղի։ Հասկանալի է, չէ, որ Բալբանսկին ինքնասպան չէր եղել, սիրելի ժողովուրդ։ Հասկանալով, որ այլընտրանք չունեն, հասկանալով, որ որևէ հետքի վրա այդպես էլ չեն կարողանում դուրս գալ, ոստիկանությունը որոշում է նոր, այսպես արդեն կեղծ, ինչ-որ մի բան կազմակերպել, իբր ավելի մեծ փողեր են տանում։ Այս անգամ ավելի ուշադիր լինելով, իրենց չգիտեմ, լրտեսներին դնելով, պահակախմբեր շահելով, մտածում են երկրորդ անգամ այսպես ծուղակ լարեն, հանցագործները նորից կփորձեն այդ գումարը տանել եւ այս անգամ գոնե կբռնեն այդ մարդկանց, որոշում են նոր այսպեսի մի բան կազմակերպել։ Նախ գործի ամենասկզբում, երբ որ սկսում են հետաքրքրվել ոստիկանները, այնպես չի, որ ցարական Ռուսաստանի ոստիկանները այսպես միամի, չգիտեմ, խելացի մարդիկ կային։ Հասկանում են, որ գումարը Մոսկվայից երբ որ եկել է, այն ժամանակ երկաթգծով էր, հա, գալիս, մտնում է փոստային գլխավոր բաժանմունք, այնտեղից ինկասացիան դուրս է գալիս, այսինքն ինկասացիայի ճանապարհը կարող էին իմանալ միայն փոստային բաժանմունքում։ Ձերբակալություններ են սկսում փոստային բաժանմունքում։ Շարքով այսպես հերթով հարցաքննում են, բոլորին միայն մեկն է խոստովանում, որ իրեն ինչ-որ 10 ռուբլի գումարի դիմաց ինքը 10 ռուբլի գումար է վերցրել մեկից, ընդհանրապես սպիտակ թաշկինակով, այսպես նշան անելու համար, այսինքն երբ որ ֆայտոնը դուրս գար փոստային բաժանմունքից, ինքը պիտի սպիտակ թաշկինակով նշան տար։ Հետո սպիտակ թաշկինակը փոխանցում էր այն մյուսին, այսպես իրար նշան տալով, այսինքն ֆայտոնի ճանապարհն են ցույց տալիս, մինչև որ գալիս էր հասնում էր հենց ավազակների ձեռքին։ Ասում են ով է քեզ տվել այդ գումարը, ասում են մի վրացի։ Մի վրացի է տվել այդ գումարը, Ստալինի մասին էր իհարկե խոսքը։ Հետաքրքիր է, որ ամենակարևորը, սիրելի ժողովուրդ, ամենակարևորը, ես ուզում եմ մենք անպայման նուրբ սահման անցկացնենք այստեղ։ Ես հետո վերջում կասեմ նորից եւ կկրկնեմ, որ հայրենական պատերազմը հաղթեց ոչ թե Ստալինը, այլ սովետական ժողովուրդը դաշնակիցների օգնությամբ։ Եվ կրկնում եմ, չլիներ Ստալինը, այդ միլիոնավոր զոհերը կարելի էր այսպես, գիտեք, նույնիսկ միջանկյալ ասեմ, հնարավոր ստրատեգիական տարբերակներ կար, որոնց արդյունքում կարելի էր պատերազմը մինչև 41 թվականի կամ մաքսիմում 42 թվականի գարուն այսպես գոնե կիսով չափ ավարտել, բայց Ստալինը, կրկնում եմ, այս մարդը դեսպոտիզմը գրված է, չէ՞, ասում ես մարդու դեսպոտիզմը ոստիկաններն են խոսում, ասում են, այս մարդու դեսպոտիզմը մեզ զարմացնում այդ բռնակալության այդ ձգտումը։ Ուրեմն նախապես ֆայտոնի համար, այդ ցարական գումարով ֆայտոնի համար նախապես ընտրվել էր երկու ճանապարհ։
Այսպես որոշել էին կամ այս ճանապարհով կգնան, կամ այն ճանապարհով, նայած որը անվտանգ կլինի, հա։ Ուրեմն այդ հունիսի 14-ի առավոտյան, երբ որ ֆայտոնը դուրս է գալիս, կազակները ֆայտոն ուղեկցում են նախապես ընտրված առաջին ճանապարհով, բայց ցարական պահակախմբից մեկը լուրջ տեղեկություններ ունենալով հայտնում է, որ այդ ճանապարհի այսինչ կիլոմետրին ինչ-որ անհասկանալի կուտակումներ կան։ Կազակները վախենում են, ասում են կարող այնտեղ ինչ-որ ծուղակ են, լավ եկեք տանենք երկրորդ ճանապարհով։ Երկրորդ ճանապարհով բերում են ուղիղ Կամոյի ձեռքերի մեջ Երևանյան հրապարակ։ Այստեղ ցարական, այսպես քննիչները մտածում են, ասում են լրտեսների մեջ կրկնակի շպիոն կա։ Մարդ, որը հիանալի գիտի եւ ցարական պահակախմբի ներքին կարգոկանոնը եւ այդ ճանապարհը ինչպես իմացել էս մարդը եւ բոլշևիկների այստեղ կա երկու խաղ։ Իմիջայլոց Թիֆլիսի հարձակումից առաջ ոստիկանությունում տեղեկություններ է ստացվում հարձակումից առաջ, սիրելի ժողովուրդ, խնդրեմ։ Դուք իհարկե չեք կարող այսպես կարդալ, ինչքան էլ մոտ պահեմ, ես կրկնում եմ, սա ցարական Ռուսաստանի կամ կոնկրետ Թիֆլիսում մնացած արխիվներից է։ Срочно секретно. Имеются агентурные сведения о Припяти в Тбилисской группе, намерены совершить ограбление поштового ограбление почти при провозе с вокзала. Արդեն Թիֆլիսում է տեղեկությունները ստացված էին։ Հետաքրքիր է, որ կրկնակի այդ շպիոնը, լրտեսը, հա, համ ինկասացիայի ֆայտոնը տարավ ուղիղ Կամոյի ձեռքերի մեջ, համ էլ նախապես Թիֆլիս ոստիկանություն ուղարկել էր այսպես, ինչպես իրենք են ասում, ինֆորմատորից ստացված տեղեկությունով, իրենց ինֆորմատորն ասել էր, որ Թիֆլիսը այսպես անարխիստների խումբ է եկել, որոնք որոշել են թալանել պետական բանկը։ Երկուսն էլ այդ նորությունները ունեին, համ բոլշևիկները, համ ցարական այդ պահակախումբը եւ այսպես քննիչները սկսեցին մտածել, որ այստեղ ինչ-որ կրկնակի լրտես կա, ինչ-որ մեկ այստեղ կրկնակի լրտեսություն է անում։ Բայց ոչ Կամոն, ոչ էլ որևէ բոլշևիկ ավազակախմբից, այսպես ասացա, գաղափար անգամ չունեին, որ իրենց մեջ, իրենց ամենամտերիմ շրջապատում կրկնակի լրտես կա, որը աշխատում է ցարական Ռուսաստանի ոստիկանության համար։ Թե ինչի համար էր աշխատում, ես հետո կասեմ։ Արդեն շատ տարիներ անց 30-ական թվականներին Կիևում, կարծեմ, հա, Կիևում, որովհետև Մոսկվայում եւ Լենինգրադում այդ ամեն ինչը արդեն վերացվել էր, արխիվները վառել էին, Կիևում այսպես ջրի երես է դուրս գալիս ինչ-որ մի նախկին բոլշևիկ, Պարծիննայա կլիչկա կակտուս։ Այս մարդու անվան ազգանվան մասին ոչինչ չի ասվում։ Եվ այս կակտուսը փաստերով, թվերով արդեն նոր կառավարությանը, չեկիստներին արդեն 30-ական թվականներն են, հա, տեղեկություններ է հայտնում այն մասին, որ 1905, 1906, 1907 թվականներին բոլշևիկների մեջ եւ ցարական Ռուսաստանում, ցարական ոստիկանությունում գոյություն ուներ մեկ լրտես, կրկնակի լրտես Իոսիֆ Ջուղաշվիլի։ Ստալինի կրկնակի լրտես լինելու այս հայտարարությունից հետո 1937 թվականին Եվրոպայում սկսվում են NKVD-ի անլեգալ չեկիստների որսը։ Այն մարդկանց, որոնք գիտեին, որ Թիֆլիսում պահպանվել է հատուկ նշանակության մի փաստաթուղթ, որի վրա գրված էր Պապկա Վիսարյոնը, այդ փաստաթղթի մեջ, այդ պապկայի մեջ մնացել է բոլոր այդ ապացույցներ այն մասին, որ Իոսիֆ Ջուղաշվիլին, նույն ինքը Կոբա, կրկնակի լրտեսություն էր անում եւ ոստիկանության համար եւ բոլշևիկների համար։ Նրանց վաճառում էր ինչ իրենց պետք էր, բոլշևիկներից ստանում էր ինչ իրենց պետք էր, վաճառում էր նրանցից վերցնում էր ինչ իրենց պետք էր, վաճառում էր բոլշևիկներին։ Ինչի համար էր խաղում այս կրկնակի խաղը ժողովուրդների ապագա հայր Իոսիֆ Ստալինը։
նույն թվականին 37 թվականին Բերլինում տեսադաշտից, ուղղակի տեսադաշտից, չգիտես որտեղից, չգիտես ինչու, ինչ պատճառներով միանգամից անհետանում է անլեգալ ցանցի ռեզիդենտը Բերլինում Լև Ֆելդբին։ Համեցեք, պարոնայք, Լև Ֆելդբին։ Лев Фельдбин, псевдоним Александр Орлов, глава резидентуры в Париже и в Германии. Во время гражданской войны в Испании организовал вывоз в Москву 600 тонн испанского золота. С 1937 года не возвращенец. Не возвращенец սովետական միությունում սա չեկիստների հորինած բառներ իհարկե ասում էին մարդկանց, որոնք գնացել էին արտերկիր եւ չէին վերադարձել, ու ոչ փաստացի սրանք կոչվում էին հայրենիքի դավաճաններ, բայց սպասում էին այնքան ժամանակ, մինչեւ կարողանային այդ հոդվածը դնել։ Քանի հոդվածը չկար հայրենիքի դավաճան, այս մարդկանց ասում էին «не возвращенец». Եվ Բերլինի ռեզիդենտը հանկարծ Լև Ֆելդբինը այն կոմունիստական կուսակցության այսպես հիմքերում կանգնած են գլխավոր դեմքերից մեկը հանկարծ անհայտանում է։ Ֆելդբինը 37 թվականին միակ ողջ մնացած չեկիստը, որը գիտեր այդ թղթապանակի գոյության մասին։ Երբ որ Ստալինը փորձում է այդ կապ հաստատել, Ֆելդբինն ասում է զգուշացիր, որովհետև ես այնպիսի բաներ գիտեմ, որ կարող է քեզ կործանել, պարոն ժողովուրդների հայր։ Նու Գերմանիայում էր թաքնվում, կամ չգիտեմ այդ ժամանակ որտեղ էր արդեն թաքնվում, Ստալինը մտածում է, որ պետք է մի քիչ զգուշանալ, մի քիչ ժամանակ շահել, որովհետև Ֆելդբինը դա չի օգտագործի այնքան ժամանակ, քանի դեռ իր կյանքը այսպես անվտանգ է։ Այսինքն, եթե չվախեցնենք Ֆելդբինին, նա այդ թղթապանակը կպայի, հետո ինչ-որ մի կերպ կարողանանք վերցնել նրանից։ Հա, արդեն տարիներ անց Ստալինի մայից հետո Ֆելդբինին գտնում են ԱՄՆ-ում, հետո ինչ-որ այսպես Խրուշովն է փորձում այդ թղթապանակի մասին ինչպես ինչ-որ նորություններ ստանալ, բայց այդպես էլ ոչինչ չեն ստանում։ Իրականում այս ամեն ինչը այս էքսպրոպրիացիաներ կոչված, այս էքսեր կոչվածը նախատեսել էին 3 հոգով։ Ինչպես արդեն ասացի, սիրելի հայր, մարդիկ մտածում են, որ կուսակցությունը բավական հեղինակություն ունի, մարդիկ, որոնք մտնում են կոմունիստական կուսակցության շարքեր, մարդիկ, որոնք հարում են բոլշևիկներին, նրանց մեջ կան մաքուր մարդիկ, նրանց մեջ կան բանվոր դասակարգ, այսպես, նրանք չպիտի իմանան այս գումարները որտեղից, պետք չի իմանալ, որ բոլշևիկները անձագործներ են, մարդասպաններ են, չգիտեմ, բանտից փախածներ են, դրա համար պետք է այս գումարների հայթայթման աղբյուրը պահել շատ գաղտնի։ Սրա համար այսպես ոչ պաշտոնական ինչ-որ կազմակերպություն կար, կոչվում էր կոլեգիա տրյոխ, ու 3-ի կոլեգիան, այսպես ասած, հա։ Սա այս հանցագործությունների գլխավոր ուղեղներ։ Երեքի կոլեգիան գլխավորում էին, դե բնական է 3 հոգի, Ստալինը չէր մտնում այդ կոլեգիայի մեջ, Ստալինը ընդհանրապես նրանց այսպես հանցագործներ, հա, Լենինը, Լեոնիդ Կրասինը, ինչպես արդեն ասացի, հա, եւ Բոգդանովը, սիրելի ժողովուրդ, այս մարդու մասին մենք, ես հիշում եմ պատմության դասագրքերում այս մարդու մասին մենք կարդացել ենք։ Սրանք բոլորը հրեաներ էին, բոլորը։ Համեցեք Богданов Александр, псевдоним Вернер Максимов рядовой, окончил Харьковский университет по специальности психиатрии. После революции директор института по переливанию крови. Հեղափոխությունից հետո այս մարդիկ մտել տեսեք ինչ-ինչ պաշտոններ են զբաղեցրել սիրելի ժողովուրդ։ Ուրեմն Թիվլիսում հանցագործությունից հետո լուրեր են պատտվում, որ բոլշևիկները թալանել են ցարական Ռուսաստանի ինկասացիան։ Բոլշևիկների ընդհատակյա կուսակցությունը Թիվլիսում հաշվետվության է կանչում Կոբային։ Ասում են տեղեկություններ կան, որ դու ես կազմակերպել սա։ Հիմա պիտի ասես ում հրամանով։ Ով է քեզ ասել, ինչ պիտի արվեր եւ ուր է այդ գումարը։ Գումարը չկար, գումարը արդեն Ֆինլանդիայում էր, գումարը արդեն հասել էր Լենինին։
Լենինն այդ ժամանակ թաքնվում էր Ֆինլանդիայում։ Ստալինը չէր կարող բացահայտել, որ գիտեք, ինչ գոյություն ունի այսպես կոչված կոլեգիա տրյոխ։ Կրասին, Բոգդանով, Լենինի չէր կարող ասել, որովհետև երթում գոյություն ուներ, այս մարդը երթվել էր, որ որևէ մեկը չպիտի իմանա փողերի ցակման մասին, ստիպված վերցնում էր իր վրա։ Ասում է, ես ինքս իմ գլխով որոշել եմ, որ պիտի անեմ, Կամոյի հետ եմ արել, այսպես ասացա, որոշել ենք, որ պիտի թալանենք, կոմունիստական կուսակցությունը կենտրոնի նամակ է գրում Յոսիֆ Ջուգաշվիլին, անհապաղ հեռացնել կոմունիստական կուսակցության շարքերից, ինչ որ չգիտեմ, այսպես ստորացնում են, չգիտեմ ինչ են անում, Ստալինը չի կարողանում բացահայտել, որ դա Լենինի հրամանն է, Լենինի հովանավորչությամբ էս ամենչարվել փախչում է Բաքու եւ հենց այդ ժամանակ հայտնվում է Նովխանի գյուղում, այն ամենասկզբում, որ ասացի, սիրելի ժողովուրդ, նույնիսկ Google-ով կարող եք գտնել, այդ գյուղը կա, հա։ Հետաքրքիր է, որ Բաքվի փողոցներում Ստալինին ճանաչում են, ոստիկանները գոնե, արդեն եղել էր նա Բաքվում, բայց ոչ մեկը նրան չի ձերբակալում, իմիջիայլոց, մինչև պատմության ավարտը, մինչև վերջ, մինչև այն թիվը, նույնիսկ երբ որ նա դարձավ իշխանության տերը ԽՍՀՄ-ում, Թիվլիսի կողոպուտի մասին որևէ մեղադրանք նրան չի ներկայացվում։ Բաքվում նրան ճանաչում են, բայց չեն ձերբակալում։ Երբ որ Ստալինը հասնում է Բաքու, Բաքվում այդ ժամանակ շատ խառը իրավիճակ էր, Բաքուն այդ ժամանակ, այսպես ասած, կլաններ գոյություն ունեն, փոքրիկ ավազակախմբեր, հիմնականում այս ավազակախմբերը վարձում են միլիոնատերներ, որովհետև այնտեղ նավթի գործանող շատ միլիոնատերեր կային, վարձում են այս ավազակախմբերը եւ ոնց որ թե այսպես իրենց համար, իրենց անվտանգությունը ապահովելու համար նրանք վճարում էին այդ ավազակներին, ավազակներն էլ մյուս ավազակները ինչ-որ մի բան կիսվում էին կամ չէին կիսվում, այսպես պահվում էր գոնե, հա, այսպես բալանսը պահում էին։ Ստալինը որոշում է այս ավազակախմբերին բոլորին միացնել եւ գլխավորել այդ ավազակախումբը, բայց գոյություն ուներ շատ մեծ մի, այսպես ասած, խանգարող հանգամանք։ Ինչպես Թիվլիսում, այնպես էլ Բաքվի ընդհատակյա կոմունիստական կուսակցությունը չգիտեր այդ կոլեգիա տրյոխ կոչված այդ կազմակերպության մասին, ուրեմն Ստալինը չէր կարող բացի բաց գործել եւ ուրեմն պետք էր դաշտը մաքրել ոչ, այսպես ասած, խանգարող ավելի շուտ հանգամանքներից պետք էր մաքրել, իսկ ով էր խանգարում նրան խանգարում էր Ստեփան Շահումյանը։ Ստալինը որոշեց Ստեփան Շահումյանին պարզապես հանել արանքից։ Ստեփան Շահումյանը այն ժամանակ բարձր այսպես հեղինակություն էր վայելում այ կոմունիստների այսպես բոլշևիկների շրջանում։ Եվ հենց այդ ժամանակ Բաքվի ոստիկանությունը, ինչպես եւ Թիվլիսում, կրկին հաղորդագրություն է ստանում իրենց ինֆորմատորից, որ Բաքվում նախապատրաստվում է մեծ կողոպուտ, փոստային կողոպուտ։ Ոստիկանությունում ասում են, որ իրենց ինֆորմատորը շատ այսպես վստահելի մարդ է եւ ուրեմն սա անպայման կլինի։ Ինչ են անում բոլշևիկները, երեկոյան գնում են փոստային բաժանմունքի պահակի տուն, պահակի Մարդը ընդամենը պահակներ փոստային բաժանմունքի։ Մահվան սպառնալիքի տակ նրան ասում են առավոտ, երբ որ գնաս աշխատանքի, առանց բացատրության, առանց ինչ-որ արդարանալու կամ ինչի, աշխատանքից դուրս գալու դիմում կգրես, դուրս կգաս, մնացածը քո գործը չի։ Մարդը վախենում է, դե կյանքի սպառնալի, գնում է առավոտ շուտ, դիմում է, գրում է, աշխատանքից ազատվում է, բայց հայտնում է ոստիկանությանը։ Ոստիկանությունը մտածում են ինչ-որ եթե սա դուրս եկել, ուրեմն մեկը պիտի սրա փոխարեն գա։ Հաջորդ առավոտյան Կովկասյան արտաքինով երիտասարդը գալիս է, որ պահակ ընդունվի, նրան ձերբակալում են, խոսքը Ստալինի մասին է։ Բայց հետո պարզ է դառնում, սիրելի ժողովուրդ, մարդը ուղարկում է հաղորդագրությունը, ասում է պիտի կողոպուտ լինի, հետո դասավորում է, որ իրեն ձերբակալեն, որպես այդ կասկածանքները իր վրայից կամաց դուրս գան։ Հետաքրքիր է, որ Բաքվի բանտում պահպանվել են անգամ այդ խցիկի այդ անկողինը, հա, մարդիկ տարան, այսպես ցույց տվեցին, այստեղ ասեց, այստեղ պարկած էր Յոսիֆ Կոբան, համար 39 համարի այսպես խուցներ, հա, ու ասում են նրան թագավորի պես ընդունեցին Բաքվի բանտում, գողերը ասում են, երբ որ տեսան երիտասարդին, միանգամից զգաստացան, գիտեն, որ չի կարելի այս մարդու հետ կատակ անել։ Բռնում են Ջուգաշվիլին եւ նույն օրը
բաց են թողնում նույն օրը։ Հետաքրքիր ինչ-որ հանգամանքներով, ես չգիտեմ ինչպես էր ստացվում, թեև ես ինքս արդեն հասկանում եմ սա, Կոբային երբ որ բռնում էին, կամ աքսորում էին Սիբիր, չգիտեմ պատահել է այդպիսի բաներ, կամ բաց էին թողում մի քանի օրից, կամ ինչ-որ հրաշքով միայն ինքը կարողանում էր փախչել աքսորից, այդպիսի դեպքեր եղել են։ Կոմունիստները, այսպես բոլշևիկները, այսպես սկսեցին կասկածել, որ մեր մեջ կրկնակի շպիոն կա։ Այս Ստալինը մի տեսակ իրան նորմալ չի պահում, առավել եւս ընդհատակյա բոլշևիկների այսպես հասցեները խիստ գաղտնի էր պահում, այն ժամանակ ամեն ինչ ընդհատակ էր։ Ստեփան Շահումյանի տան հասցեն գիտեր Կոբան։ Եվ երեկոյան Բաքվի ոստիկանությունը գտնում է Ստեփան Շահումյանի հասցեն, Ստեփան Շահումյանին ձերբակալում են։ Սրանից հետո Ստեփան Շահումյանը բոլշևիկների մեջ տարածում է այդ լուրը, որ Իոսիֆ Ջուգաշվիլին նույն ինքը Կոբան կրկնակի շպիոն է, այս մարդու զգուշ եղեք, այս մարդը աշխատում է ցարական բանակի համար, այս մարդը լրտեսություն է անում։ Մեզ սովա, ես ինչա խոսում։ Ես ձեր ժամանակը չունեմ։ Ով ես երիտասարդ։ Հələ մի հատ հարցրում։ Սիրելի ժողովուրդ, ընդհանրապես փաստ էր, ընդհանրապես պատմություն։ Ես ժամանակ չունեմ այսպես ախմախ կենթաների հետևից ընկնելու կամ ինչ-որ մեկին պատասխանելու, սա ընդհանրապես պատմական փաստեր են։ Փաստեր, որոնք գաղտնաձեռծել են արդեն 2000 թվականներից հետո, հա, մնացած ով ինչ կերպարեր, ով էր լավ, ով էր վատը, ինձ բացարձակ հետաքրքիր չի, առավել եւս որ սրանից անցել է 100 տարի։ Ուրեմն Ստեփան Շահումյանին ձերբակալում են, Ստեփան Շահումյանը կոմունիստների մեջ այսպես ընդհատակյա այսպես կամաց լուրը տարածում է, որ Ստալինը շպիոն է։ Ստալինին փորձում են լիկվիդացնել, բայց Ստալինը ապաստան է գտնում Բաքվի բանտում։ Ստացվում է Բաքվի բանտ այս մարդու համար թաքստոց էր, ոչ թե ինչ-որ չգիտեմ։ Հանկարծ ձերբակալում են Ստալինին։ Երբ որ հասկանում են, որ կոմունիստները փորձում են Ստալինին լիկվիդացնել, նրան հանկարծ ձերբակալում են Բաքվի բանտում, ավելի զգուշանալու համար աքսորում են Սիբիր։ Մի քանի ամիս անց Սիբիրից նորից ինչ-որ կերպ փախչում է, հետ է գալիս Բաքու, թեև նորից գոյություն ունի փաստաթուղթ, որտեղ գրված էր, որ Ստալինի մուտքը Բաքու 5 տարի, առնվազն 5 տարի իրավունք չուներ մտնելու Բաքու, բայց վերադառնում է մարդը։ Բաքվի փողոցներում նրան դարձյալ ճանաչում են, բայց որևէ մեկը մոտիկ չի գնում։ Ուրեմն վերջը մի քանի տարում կողոպուտների ընդհանուր գումարը ընդհանուր կազմում է 3 միլիոն ռուբլի։ 3 միլիոն ռուբլի։ Եթե 250,000 ցարական ռուբլին 5 միլիոն է, դուք պատկերացնում եք 3 միլիոն ռուբլին ինչ գումար է անում, սիրելի ժողովուրդ։ Պատկերացնում եք ինչ ահռելի թվի մասին է խոսքը։ 3 միլիոն ռուբլի։ Կովկասյան ավազակախմբերը Բաքվում, Թիֆլիսում, չգիտեմ, այստեղ այնտեղ Կոբայի գլխավորությամբ, որովհետև գլխավորը Կոբան էր, թալանում են մեծ հաշվով 3 միլիոն ռուբլի։ Հետո Լենինից հատուկ այսպես գաղտնի հաղորդագրություն է գալիս, որ Բաքվում շատ միլիոնատերեր կան։ Կոբա, զբաղվիր նրանցով։ Կոբան օրերից մի օր իր տանդեմից հափշտակում է միլիոնատեր Մուսա Նագիևին։ Մի քանի օր անց Մուսա Նագիևը վերադառնում է տուն ողջ առողջ եւ նրան այլևս ոչ ոք ոչ նեղացնում է, ոչ էլ, ասենք, չգիտեմ, նրան այլևս ոչ մեկ չի կպնում, թե ինչ գումար է տալիս նա Ստալինի անվտանգության համար, հայտնի չէ, բայց Ստալինը սկսում է այդ տերորը միլիոնատերերի նկատմամբ, վախենալով Ստալինից, Նոբելները դրսից, չգիտեմ ում են վարձում,
հատուկ այսպես հանցագործների են վարձում, բերում են, հասցնում են Բաքու եւ ուղարկում են Ստալինի դեմ։ Նոբելները վախենում են Ստալինից։ Ստալինը սրանց էլ է կոտրում։ Չգիտեմ ինչքեր, բայց կոտրում է, սրանց էլ է կոտրում Նոբելների ուղարկած մարդկանց։ 1908 թվականի հուլիսին Կոբայի թիմը, հանցավոր թիմը թալանում է Նիկոլայ առաջին փոստային նավը։ Սեյֆից գողանում են 1 միլիոն ռուբլի փոստային նավը։ Կոբային հանցակից ընկեր ուներ, անունը Ահմեդ, լավագույն սեյֆ բացողներ, մի քանի րոպեում ցանկացած սեյֆ բացում էր։ Ստալին չէր այն ժամանակ, Կոբայի հետ այսպես ընկերությունը Ահմեդի համար պատիվ էր, բայց Ահմեդը տեղյակ չէր, որ ապագա ժողովուրդների հայրը արդեն 30-ական թվականներին հետքերը մաքրելու նպատակով գնդակահարելու էր առաջինը հենց իր ընկերոջը Ահմեդին, եւ այդպես էլ եղավ։ Ահմեդին հետո գնդակահարեցին։ Սարսափելի է ժողովուրդ։ Վերջին անգամ այդ կոնկրետ Նիկոլայ առաջին փոստային նավի թալանի մասին Ստալինին հիշեցնում է կուսակցության, այսպես կազմավորման ակունքներում կանգնած առաջին դեմքերից Յուլիան Մարտովը։ Համեցեք։ Юлий Цедербаум, բոլորը հрьяաներ էին սրանք։ Партийный псевдоним Мартов. Вместе с Лениным создали нелегальную социал-демократическую организацию. Возглавил союз после ареста Ленина. Կուսակցության հիմքերում կանգնած մարդ էր այս մարդը։ Յուլիան Մարտովի այս հիշեցումից հետո, այսպես մեղմ ասած հիշեցումից հետո կուսակցական դատ է սկսվում։ Կուսակցական դատ։ Ստալինին մեղադրում են, որ այսպիսի բաներ եղել, գլխավոր վկա պիտի նրա դեմ, որպես գլխավոր վկա պիտի դուրս գար, այսպես ասած, ելույթ պետք է ունենար Ստեփան Շահումյանը։ Բայց անգլիական զորքը օկուպացնում է Բաքուն եւ Ստալինը հրաման է ստանում դիվիզիան ուղարկել Բաքվի կոմիսարներին ազատելու համար։ Ստալինը դիվիզիան ուղարկում է բացարձակ այլ ուղղությամբ, խափում է, շեղում է ճանապարհը։ Դիվիզիայի ճանապարհը շեղում է, Ստեփան Շահումյանին բռնում են, գնդակահարում են մնացած կոմիսարների հետ, Ստալինը ազատվում է Ստեփան Շահումյանից, հասկանալով, որ Ստեփան Շահումյանը գնդակահարված է, Յուլիան Մարտովը փախնում է Գերմանիա։ 23 թվականին արդեն մահվանից մի քանի ամիս առաջ Կռոպսկայան Լենինին այսպես մահվան մահճում արդեն ասում է, գիտես, Մարտովը մահացել է։ Լենինը փորձում է ինչ-որ բան ասել, բայց արդեն մթագնած ոչինչ չի կարողանում բացատրել եւ այսպես էլ մնում է ամեն ինչ առեղծված։ Հետաքրքիր է, որ իրականում այս կոլեգիա տրյող կոչված, Բոգդանով, Կրասին եւ Լենին իրականում ոչ մի կոպեկ չկարողացան ծախսել այդ միլիոններից, կոնկրետ Թիֆլիսի հարձակման մասին է խոսքը, որը կազմակերպել էր Կոբան եւ իրագործել էր Կամոն։ Չկարողացան։ Եվրոպայում Սկոտլենդ Յարդը ձերբակալում է 500 այդ գողացված 500 ռուբլյանոցները փոխանակել փորձող Մաքսիմ Լիտվինովին։ Մաքս Բալախ նույն ինքը, հեղափոխությունից հետո այս մարդը Ռուսաստանի արդեն սովետական միության արդեն արտաքին գործերի ազգային կոմիսարն էր։ Ձերբակալում են Լիտվինովին։ Լիտվինովից հետո ձերբակալության այսպես հետքերը տանում են Փարիզ, Ժենև, Ստոկգոլմ, կամաց այդ փողերը սկսում են գտնել, որը որտեղ պիտի ծախսվեն, չեն հասցնում ծախսել։ Կռոպսկայան եւ Լենինը հասկանալով, որ այդ գումարը այդպես էլ հնարավոր չէ ծախսել, որովհետեւ այդ
թղթադրամների համարները հենց Կողոպուտի առաջին հաջորդ օրը ցարական ոստիկանությունը ուղարկում է այսպես ողջ Ռուսաստանով, նույնիսկ Եվրոպայով համարներ ուղարկում է, որ հանկարծ միտեղ բռնեն եւ այսպես բռնում են Լիտվինովին համարներով։ Ուրեմն մոտավոր հաշվարկներով, ես չգիտեմ Լենինի ու Կրուպսկայայի մոտ ինչ գումար կար, մոտավոր հաշվարկներով $1.5 միլիոն այսօրվա փողերով $1.5 միլիոն Լենինը եւ Կրուպսկան ուղակի վառում են ուղակի։ Գցում են վառարանը, վառում են, հետքերն են կորցնում։ Փարիզում ձերբակալվում է Կամոն։ Չգիտեմ Փարիզում, գիտեմ որ Ֆրանսիայում են ձերբակալում։ Հետաքրքիր է որ Կամոն այդ ժամանակ, երբ որ Ֆրանսիա էր եկել այսպես ընդհատակյա զենք զինամթերք այսպես առնելու, վաճառելու, չգիտեմ ինչ, այսպես մութ գործերով, նրա հասցեն խիստ գաղտնի էր պահվում։ Ցարական արդեն ցարական էլ չէր արդեն հեղափոխությունից հետո էր Ռուսաստանից ստացված տեղեկությունների հիմքի վրա ֆրանսիական ոստիկանությունը գտնում է Սիմոն Տեր-Պետրոսյանի հասցեն, Կամոյին ձերբակալում են։ Ֆրանսիացիները սկսում են հարցակննել Կամոյին, բայց Կամոյի թագավորական հնարքը սիմուլյացիա վնիմենյայնեսի։ Խելագար է մարդը, խելագար։ Ոստիկանները զարմանում են։ Ասում են հնարավոր չի այսպիսի բան, հա։ Բերեք այսպիսի խիստ մի փորձ անենք հասկանալու համար իրոք էս մարդը խելագար է թե չի։ Ուրեմն ինչ են անում։ Ողնուղեղի պունկցիա են անում։ Ողնուղեղի պունկցիա մեշկից շպրիցով ողնուղեղի պունկցիա են անում։ Կամոն բառ չի խոսում, ձեն չի անում։ Ասում են չէ, այս մարդը գիժ է։ Այս մարդուն չեն տալիս նույնիսկ սովետական միության առայժմ, պահում են հիվանդանոցում։ Այդ ժամանակ այս կոլեգիատրիող կոչվածի հետքերը վերացնելու համար Լենինը կամաց ցրում է այդ ոչ լեգալ այսպես կազմակերպությունը, կուսակցության ներսում ինչ-որ պատերազմներ, կռիվներ են սկսում, ինչ է կատարվել, ով է թալանել, այդ փողերն ուր են, Լենինը այսպես իշխանությունը ամբողջովին վերցնում է իր ձեռքերում վերահսկելու համար եւ առաջնահերթ որոշում, երբ որ իշխանությունը վերցնում է, նա Մոսկվա է բերում իր հավատարիմ Յոսիֆ Ջուգաշվիլիին։ Ստալինը գալիս է Մոսկվա, մտնում է պարտիայի այսպես կենտրոնական կոմիտեն եւ միանգամից սկսում է գնալ հետքերով։ 22 թվականին, ինչու 22, դեռևս հետո, մի քիչ ավելի ուշ, երբ որ Ստալինը արդեն ամբողջությամբ մի քանի տարի հետո պիտի ընդուներ հսկայական երկրի այդ իշխանությունը, պիտի վերցներ իր ձեռքերում, այն օրը, երբ որ նա իշխանությունը վերցնում էր ձեռքերում, այդ պահին Թիֆլիսի հանցագործության կազմակերպիչներից կամ իրականացնողներից որևէ մեկը արդեն ողջ չէր, բոլորին այսպես հերթով, սրբելով, մաքրելով գնաց։ 22 թվականին անհասկանալի ինչ-որ պայմաններում բեռնատարի անիվների տակ ճզմվեց Սիմոն Տեր-Պետրոսյանը Կամոն։ Մահացավ այս մարդը։ Լոնդոնում մահացավ Լև Կրասինը, մահվան պատճառը անհայտ։ Արյան անսպասելի վարակից, որևէ մեկը չհասկացավ ինչ է կատարվել, մահացավ Բագդանովը, վերջինը, երեքի կոլեգիայից, այս կոլեգիատրող երեքն էին, Կրասինը, Լենին արդեն մահացել էր, Կրասինը մահացավ, Կամոն մահացավ, մնաց Բագդանովն էլ մահացավ Լոնդոնում, Արյանն ինչ-որ վարակից, չգիտեմ, ասեցին մի անգամից ինչ-որ վարակ է այս մարդը մոտ սկսել, կայծակնային այսպես վարակ եւ մահացավ Բագդանովը վերջինն էր։ Ստալինն այդ ժամանակ արդեն գլխավոր քարտուղարն էր, նրա ձեռքերում ողջ իշխանությունն էր եւ մեծ հաշվով Թիֆլիսյան կողոպուտից, Բաքվի կողոպուտներից, բոլոր այդ հանցագործություններից մեծ հաշվով օգտվեց միայն ինքը, Կովկասի ավազակապետ Կովան, նույն ինքը ժողովուրդների հայր Յոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը, սիրելի ժողովուրդ, այս մարդիկ, կոնկրետ այս մարդը
45 թվականին ընդունեց գերմանացիների եւ ճապոնացիների կապիտուլյացիան, բայց մինչև 41 թվականը այս մարդը արդեն գնդակահարել էր գլխավոր գերագույն ուղեղներին, այս մարդը գնդակահարել էր ռազմական գործի մասնագետներին 41 թվականին, երբ որ Հիտլերը հարձակվեց սովետական միության վրա, Ստալինին այդ կանց զգուշացրեցին, ասեցին Հիտլերը գալիս, ասես չէ, Հիտլերը չի գա այստեղ։ Անգլիական խաղերը, անգլիացիները մտածում էին, ասում են, եթե հանկարծ Ստալինը առաջինը հարձակվի, այդ Լեհաստանից հետո, երբ որ Հիտլերը մտավ Լեհաստան, Ստալինը այս կողմից մտավ Ուկրաինա, Բելոռուսիա, այսպես տարածքը լայնացնելով գնաց հասավ մինչև լեհական տարածք, անգլիացիները սպասում էին, Չերչիլը եւ Ռուզվելտը գաղտնի պայմանավորություն ունեին, եթե Ստալինը առաջինը սկսեր պատերազմը Գերմանիայի դեմ, դաշնակից կոչվածները կռվելու էին Հիտլերի կողմից, Ստալինը սա գիտեր, շատ զգուշավոր էր, ես արդեն ասացի այս, ահա որ խորամանկ, քանի խաղացող, կրկնակի, եռակի, քառակի, ես չգիտեմ ինչ շպիոն էր այս մարդը, ում կողմից էր խաղում, բոլշևիկներին վաճառում էր նրանց ինֆորմացիան, նրանց վաճառում էր սրանց ինֆորմացիան, եւ այս ամեն ինչի արդյունքում բոլորին երթով կամաց կարողացավ տեղավորել իրենց տեղերով, այսպես ասած Լենինին էլ տեղավորեց, իմիջիայլոց պահպանվել են նաև այդ փաստաթղթերը, որտեղ Լենինը մահվանից առաջ այսպես հորդորում է ամեն կերպ զգուշանալ Ստալինին իշխանությունը փոխանցելուց, բայց այս ամեն ինչի վերջը տեսանք ինչ եղավ, սիրելի ժողովուրդ։ Պատերազմը հաղթեցին սովետական միության ժողովուրդները, այդ թվում, առավելապես այդ թվում, որովհետև ես բազմիցս կրկնել եմ, բնակչության թվին նայելով հայերի մասնակցությունը առաջինն էր։ Մեկ մարդու գործոն այստեղ շատ քիչ նշանակություն ուներ, առավել եւս այն մարդու, որ գնդակահարել էր սովետական միության կեսին, հանցագործ Կոբան։ Մնացած ավելորդությունները սիրելի ժողովուրդ կներեք էմոցիաների համար, ես ժամանակ չունեմ պատասխանելու այսպես ամեն ախմախ մեկնաբանությունների, հարցերի դեպքում կարող եք գրել, կարող եք կիսվել, չգիտեմ, բաժանորդագրվել, մենք կզրուցենք մի քանի օրից։ Շնորհակալություն, որ միացաք, լավ մնացեք, ստեսություն։